Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 3-ն է, Կիրակի, եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են Մոնրեալի տարածքում, ես հրավիրում եմ հանդիպման հայկական եկեղեցի այսօր ցերեկը ժամը 2-ին։ Եվ այսպես այսօրվա հաղորդումը չի լինի երկար, ես չեմ կարող կիսվել նյութերով, վիդեոներով ինչպես սովորաբար անում եմ, որտեղ ես իմ գրասենյակում չեմ։ Եվ կփորձեմ օրվա նորությունները կարճ համառոտ ներկայացնել ձեզ, որքան դա հնարավոր է։ Հաղորդում ուզում եմ սկսեմ մի շատ հետաքրքիր մտքից, որը տեսա տարածել է Ալեքսանդր Վարպետյանը, որը շատ համահունչ է այսօրվա իմ տրամադրությունների, իմ մտածմունքներին, ես վստահ եմ նաև ձեր, որն ասում է ուժեղ Հայաստանի համար գերհզոր միտք է պետք։ Այդ էլ ոչ փող է, ոչ մկան, ոչ էլ քաղաք, հետևություն քանակ։ Ես լրիվ համաձայն եմ։ Այո, ոչ փող, ոչ մկան, ոչ քանակ, գերհզոր միտք է պետք, եւ ոչ թե մի հատ։ Այդ գերհզոր միտքը տիրապետողների բանակ է պետք, որ մենք այս վիճակից դուրս գանք, որովհետեւ 1-2-ի վրա այս ամբողջ բեռը թողելով հարց չի լուծվելու։ Այս ամբողջ ընթացքում անկեղծորեն, եթե ասեմ, մանավանդ վերջի 1 ամսվա մեջ ես զգում եմ թե ինչքան լարվածություն ավելացել, թույլ տվեք ասել մի քիչ пассив դիտողների մոտ, որոնք ես ճանաչում եմ, լավ մարդիկ են արժանինքներով, բայց միշտ пассив են եղել հայկական հարցում, առանձնապես քաղաքական հասարակական գործերում ակտիվ չեն եղել։ Նրանց այդ խոսակցությունները, նամակները, հեռախոսազանգերը եւ նրանց անհանգստությունները ինձ բերում են մտքի, որ կա գիտակցությունը, որ մեր մոտ վատ է վիճակը, կա գիտակցությունը, որ մենք կորուստի, պետականության կորուստի եւ ինքնության կորուստի առաջ ենք կանգնած, հա։ Բայց գիտեք, այդ դրա կողքին եթե լիներ նաեւ մտահոգությունից բացի կոնկրետ գործողություններ, երբ որ այդ հետաքրքրվողներից ամեն մեկը մտածել, այ որ եթե հենց հիմա ինքը անհապաղ միջոցներ չձեռնարկի, մենք կորցնենք մեր պետականությունը, այն ժամանակ կլինի գիտականանա Ալեքսանդր Վարպետյանի երազանքը, որն ասում է ուժեղ Հայաստանի համար գերհզոր միտք է պետք։ Ես էլ ասում գերհզոր միտք կա, այդ դրա կրողների մասսայականությունը ես չեմ տեսնում, որովհետև այդ կրողների մասսայականությունն է, որ պարտադրելու է օրակարգ, ճաշակ, քաղաքական կողմնորոշում, ստանդարտներ, բարոյական չափանիշներ, 1-2-ը դա չեն անելու։ Այնպես որ այն բոլոր մարդիկ, իմ ընկերները, իմ կողմից հարգված մարդիկ, որ առայժմ դեռ մտահոգված ռեժիմի վրա են, իհարկե լավ է, դա ավելի լավ է, քան լինել անտարբեր, բայց բավարար չի։ Բավարար չի, որովհետև ես եւ իմ նման շատ-շատերը բոլորը կարիք ունեն ձեր կարիք ունեն, ձեր աջակցության, ձեր անմիջական մասնակցության, անմիջական ակտիվության, այդ բեռը կիսելու կարիք ունեն։ Հակառակ դեպքում սա իրոք մի հոգու բան չի։ Ես չգիտեմ, այդպես մի հոգի, որ ունակ լինի մենակ հասարակական կարծիք փոխել, քաղաքական գործընթացների վրա ազդել, նույնիսկ Հեգելն է իր ժամանակին ասել, որ ցանկացած մեծ գործողություն իրականանում են այդ մեծ գործողության իդեաները կրողների բանակի շնորհիվ։ Այսինքն ցանկացած իդեա կրող պետք է ունենա իր բանակը, հետևորդների բանակը, որը կիրականացնի այդ իդեան։ Մենակ իդեան, նույնիսկ ամենագերհզոր իդեան բավարար չի, եթե դրա թիկունքում չկա կանգնած այն կրողների եւ պատրաստական կռիվ տվողների բանակը, որ անհրաժեշտ է այդ փոփոխությունը կատարել։ Այո, հասարակություններ կան, որ 1-2 հոգին էլ է հերիք դա իրականացնելու համար, որովհետև հասարակության մեջ խորը չեն այդ խնդիրները, հասարակության մեջ կա պատրաստակամություն ինչ-որ մի բան փոխել, բայց մեր կարգավիճակում, երբ որ ամբողջ պետական ապարատը քո դեմ է աշխատում, ամբողջ պետական մեդիան քո դեմ է աշխատում, ես ասում քո, սա հայի տեսակի, հայ մարդու դեմ է աշխատում։ Այդ դրա դեմ 1-2 հոգի այդպես առողջ գերհզոր միտք ունեցողների կռիվը բավարար չի, սա ոնց որ կռիվ տաս հողմարածների դեմ։ Դու ինչ ուզում ես տեղ ասա, հանրայինը հակառակը քարոզելու է եւ իրան հազարապատիկ ավելի շատ են լսելու եւ ավելի հաճախ, քան այդ մի հոգուն։ Հետևաբար
սիրելի հետևորդներ, ինձ լսողներ, ովքեր համաձայն են, նույնիսկ ովքեր որ համաձայն չեն, բայց չեն ուզում երկիրը կորի։ Ուրեմն պետք է մենք ամեն մեկս մեր տեղում դառնանք Սասունցի Դավիթ, իրոք դուրս գանք մեր բանից, քարանձավից, հակնենք մեր այդ թուր կեցակին, չգիտեմ, խաչ պատերազմին, քուրքիկ ջալալին հեծնենք, կռիվ դուրս գանք։ Մեկ ամիս բան է մնացել։ Մեր պետության վերջին, հնարավոր վերջին մնացել է մեկ ամիս, այս հանակ մասխարություն չի։ Ու թշնամին ամեն ինչ անում է, որ դա շուտ իրականանա եւ հիմնավոր իրականանա։ Ես հիմա մի քիչ խառն եմ անդրադառնալու այսօրվա նորություններին, բայց պետք է ներողամիտ լինեք, որովհետեւ իրավիճակն է ինձ, ասենք իմ տեխնիկական հնարավորություններն է դա։ Ես չեմ կարող դասավորվել, չեմ կարող էլ այդպես որ անում է սցենարի նման, հա, խմբավորած հերթականությամբ, դա մի ամբողջ կոմպոզիցիա է, որ ես անում եմ իմ ստուդիայում, ես դա կարողանում եմ անել, այստեղ հնարավոր չի։ Ուսանց հետո ես ուզում եմ ասեմ, որ մեր դեմ աշխատող ոչ միայն հայկական չէ, Հայաստանի թուրքական կառավարությունը, այլ նաև ամբողջ հրեական դիասպորան, ամբողջ հրեական լոբինգ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես հիմա հենց հիմա կարդում եմ ANC-ի տարածայտարարությունը հայդատի, որտեղ ինքը ներկայացնում է, ուրեմն հասեմ սա ով է, ուրեմն Randy Fine, սա Ֆլորիդայի պալատի ներկայացուցիչներից, այսինքն Ֆլորիդայի ներկայացուցիչներն է պալատում, որ պարզ ասում է, որ ոչ մի դեպքում չի կարելի հայերին թույլ տալ մտնել կոնգրես։ Հասկանում եք, այսինքն մեր դեմ պատերազմ իրականանում է ոչ թե միայն Հայաստանում ճիվարի մակարդակի վրա, համաշխարհային բոլոր մակարդակների վրա մեր դեմ պատերազմը, իմ ձեր դեմ պատերազմը։ Եվ դրա մասին բաց խոսում եմ, որ ոչ մի պարագայում էս չի կարելի թողել այս կոնգրես մուտք ունենանք, ոչ մի, ինչ պետք է անի, ասենք մի հայը 100 կոնգրեսականի մեջ։ Բայց պարզվում է դա իրաց համար վտանգ է։ Գիտեք ինչի։ Որովհետև ճշմարտությունը շատ վարակիչ բան է։ Ես ֆիզիկայից գիտեմ, որ ցանկացած դրական էներգիա ավելի 10 անգամ ավելի հզոր է, քան բացասականը։ Այսինքն մի հոգի սենատորը կամ կոնգրեսականը կարող է իր հետևից տանի մի քանի տասնյակի։ Նույնիսկ այդ մի հոգուն չեն ուզում հրեաները տեսնել ամերիկյան բարձրագույն իշխանության մեջ։ Դուք պատկերացեք մեզանից ինչ ջանքեր է պահանջում հիմա մեր համար ինչ-որ մի բան փոխել։ Այսինքն մենք պետք է տասնապատենք մեր ջանքերը, որտեղ մեր դեմ իրոք լուրջ ուժեր է կանգնած մեր դեմ։ Եկեք չթերագնահատենք իրենց եւ չթերագնահատենք նաեւ մեզ։ Իրենք մեր դեմ չէին կանգնի այս մասշտաբների վրա, եթե չզգային մեր պոտենցիալ ուժը, մեր պոտենցիալ մեր իրական պոտենցիալը, ասենց ասեմ, որ մենք կարող ենք ազդել մեր ճակատագրի վրա, համաշխարհային գործընթացների վրա։ Դուք պատկերացնում եք ինչ ուժեր է աշխատում մեր դեմ, որ պարզ ասում են, որ ամեն ինչ պետք է անել, որ կոնգրեսում մի հոգի նույնիսկ հայ չլինի։ Նիկոլն ասում է, Նիկոլը կրկնում է Էրդողանին, որ մի հոգի հայ պետք է չմնա, սա ասում մի հոգի հայ պետք է չլինի կոնգրեսում։ Դե հիմա ինքներդ հաշվի վերցեք, մենք ինչ մասշտաբի ջանք պետք է ներդնենք այս վիճակից դուրս գալու համար։ Իմաստը գալիս է Չինաստանը մեզ օգնությամբ։ Ես իմ առանձնացած նորությունները անցնում եմ, բայց ոչ թե խմբագրած էլի։ Չինաստանը պարզ ասում է, գալիս է մեզ օգնության, որ այնտեղ մի վայրկյան թքած ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դուք ինչ կորոշեք այդտեղ ձեր համար, ով իրավունք ունի Իրան հետ առևտուր անել, ով իրավունք չունի Իրանի հետ առևտուր անելու, ում սանկցիա դրեք, ում չէ։ Մենք Չինաստանը թքած ունենք, մենք Իրանից նավթնել, գազնել, ինչ որ մեզ պետքա գնելու ենք։ Հիմա ինչ եմ ասում, սա մեր օգտին է, որովհետև եթե հաշվի առնենք, որ այս հրեաները որ չեն ուզում գեթ 1 հայ մնան դեր, նրանք որոնք կառավարում են Թրամփին, որը ստանձնացրել է պատերազմ Իրանի դեմ, որի պարտության արդյունքում վերանում ենք մենք, որը նախաձեռնողն է այս Թրամփի ուղու շահագործման, մեզ ոչ մի պարագայում պետք չի, որ Իրանը հանկարծ ընկրկի։ Հակառակ, ես ուրախ եմ, որ իր կողքը կանգնած կա այսօր Չինաստան։ Ես հասկանում եմ, որ ես 1 տարի առաջվա իմ պատկերացումներին եւ նախընտրություններին այսօր հակասում եմ։ Ես դա հասկանում եմ։
Բայց նայեք պետք է հասկանանք մի բան, որ 1 տարի առաջ եւ հիմա քաղաքական վիճակը անենցա փոխվե գլխի վայր, որ մենք չենք կարող նույնը կրկնել, այն ինչ որ ասում ենք 1 տարի առաջ, դա արդեն ծիծաղելի կլինի։ Ծիծաղելի կլինի, որովհետեւ այն ժամանակով ասենց ճակերտավոր եմ ասում, հնարավոր բարեկամ էինք համարում, այսօր բացահայտ մեծ թշնամություն անում։ Նույն ամերիկյան էստաբլիշմենտը, բացահայտ Եվ մնալ նույն ռեժիմի վրա, նույն խոսքերը կրկնել, իմ համար դա ուղիղ պակասա կամ առնվազն անտեղեկություն։ Կներեք, ես ոչ ուղիղ այդ խնդիր ունեմ, ոչ էլ տեղեկության պակաս ունեմ։ Հետևաբար ես հասկանում եմ, որ այն ինչ որ ես ասում եմ անցած տարվա վիճակով, որ այո, Ամերիկայի պետք է ուժեղ դիվանագիտություն ունենալ, իր այդ ռազմական համագործակցության մեջ լինել, բայց ես հասկանում եմ, այսօր տեսնում ենք բոլորս, որ այն մեր պատկերացած Ամերիկան գոնե այս Թրամփի վարչակազմի պարագայում հակառակ մեզ աշխատում։ Մեզ Սյունիքի միջանցքը պարտադրում։ Սա Թրամփի ուրը չի, սա Զանգեզուրի միջանցքը։ Ու պարտադրողը ինքն է։ Ես հասկանում եմ հետևում կանգնած է Իսրայելը, բայց ինքն է, Իսրայելը չի ուղիղ, պարտադրում։ Նույն Ամերիկան է, որին այսօր դիմադրում է միակ մնացած կենտրոն աշխարհի վրա, ցիվիլիզացիոն Իրանը, որի թիկունքում հիմա կանգնում է Չինաստանը, որի համար ես ուրախ եմ։ Երկուսին էլ հաջողություն եմ ցանկանում։ Այս Մարինա Պողոսյանն է մի լավ բան տալացի, ես չգիտեմ դուք տեսել եք թե չէ։ Ասում է ձեր գելերին մի վերացրեք։ Не уничтожайте волков своего народа, иначе собаки чужого народа съедят вас. Այսինքն քո ժողովրդի գայլերին արա մի ոչնչացեք, որովհետև եթե տենց է ոչնչացեցիր, հարևանից շները կհոշոտեն քեզ։ Հիմա ես է Սերժին Ռոբին, Լևոնի ոչ չասեմ, արա դուք իմ երկրի գայլերին ինչի կերակ, ինչի սպանեցիք արա, ինչի դատապարտեցիք, ինչի վտարեցիք երկրներին, որ այսօր իմ ժողովուրդը շների բաժին դառնա, հա? Նիկոլ Փաշինյանը ում շունն էր բարի բուն իմաստով, եթե դուք այդ գայլերին վերացած չլինեիք, հա? Դուք հասկանում եք դուք ինչ եք արել, վերացեցիք գայլերին, հիմա շների հարցակման թիրախ ենք դարել բաժին, ու պարզվում է, որ բանում գենշտաբի պետը, Օնիկ Գասպարյանը, ոչ թե միայն գալ չի, շունիկ է, շունիկ, որին ասում են ինչի չես պահում, ինչի չես բանական մտցնում պատերազմի մեջ, ինչի չես խփում, ասում է Նիկոլ Փաշինյանը սպառնում է ինձ, որ կհանի աշխատանքից։ Հասկանում եք, այսինքն գայլ պետք է լիներ իմ գենշտաբի պետը, ինքը քութիկ է մի հատ։ Դրա համար է մեզ հաշտում են։ Ինչի է քութիկ, որովհետև դուք բերեցիք բանակես վիճակին։ Ոչ թե մենակ թալաններ, դուք սպանեցիք իմ ազգի գայլերին։ Դուք ոչ միայնակ գայլին սպանեցիք, ընդ որում իրան սպանեցին, ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միայնակ գայլը սպանվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։ Ես բոլորովին չեմ հավատում, որ այդ օրերին, որ Մակրոնը ստեղ էր պետք է գար, բանը պատահական մահացավ, կամ դրանից 1-2 օր առաջ։ Էլ չեմ ասում, որ դա համար ամեն ինչ արել Սերժ Սարգսյանը։ Ես հիշեցնեմ, որ դատերի ժամանակ դատանին նկուղում միայնակ գայլին եւ մնացած սասնածռերից մի քանի օքուն այնքան էին ծեծեք դատարանի նկուղում։ Բերել են մարդկանց դատարանը է, մարդը այնտեղ պետք է օրենքով պաշտպանված լինի։ Ինվալիդ էին սարքել այդ տղեկին, որը մահացավ, հա դու գայլ սպանող եք։ Դե հիմա ես իմ ժողովրդին եմ ասում, ժողովուրդ ջան, մեր գայլերի մեր աչքի առաջ սպանել են։ Ու փաստորեն հայերի մեր ճակերտավոր հայեր կան, որ ասում են գայլեր պետք չեն։ Մեզ այ գայլեր պետք չեն։ Մենք քութիկներով յոլակ գնանք։ Քութոներով։ Օնիկ Գասպարյան։ Որն ասում են աշխատանքից կերացնի։ Որը տենց է ոչ մի միջոցառում չձեռնարկեց ոչ միայն Հայաստանը Արցախը պահելու համար, այլ նույնիսկ մեզ Նիկոլ Փաշինյանի նման դավաճանից ազատելու համար։ Ընդ որում դավաճան բառը դա իր բառերն է, իմը չի։ Դա իր բառերն է, ես չի որ Նիկոլ, ասկեն բանա, Օնիկ Գասպարյանը չգիտեր Նիկոլ Փաշինյանն ով է, էլի։ Գիտեր։ Հիշում եք թուրքական եւ ադրբեջանական, ճիշտ ադրբեջանական մամուլ արտգործնախարարությունը արձակվել են Զորամ Մամդանի վրա, Նյու Յորքի քաղաքապետ, որը հայտարարել էր, ցավակցել էր 111-ամյակի կապակցությամբ հայերիս ցեղասպանության,
նշել էր 20 թվականի պատերազմը, ինչպես թուրքերը եւ ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի վրա եւ 23 թվականի ցեղասպանություն, էթնիկ զտումները։ Դրանից հետո մեծ հարձակում եղավ Զորհամ Մամդանիևի 1-2 օր լռելուց հետո եւ զբաղված է գործելով։ Ամեն դեպքում Նյու Յորքի նման քաղաքի քաղաքապետը։ Նյու Յորք քաղաքը մոտավորապես 3-4 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանը, էլի։ Բնակչությունով։ Այսօր պատասխանել է։ Ինքը կրկնել է ինչ որ ասել է, հա, ու ասել է, ես նորից եմ կրկնում, եթե մարդը չի հասկացել, որ եղել է հանցագործություն Հայաստանի նկատմամբ եւ այնտեղ կայացել է ցեղասպանություն, ու ասեմ, ավելացել է Նետանյահուն մտավ Նյու Յորք, ես ձերբակալել եմ, կապելով այս ամբողջ հանցագործությունը մի փաթեթի մեջ։ Ես մի հատ նկար եմ տեսնում, այստեղ դուք եք տեսնում, հա, նայեք, սրանք Նիկոլ Փաշինյանի մայիսի 1-ին մասնակցող թուրքերն են, մայիս 1-յան շքերթին մասնակցող այդ գորշ գայլերի սիմվոլիկան բարձրացած թուրքերն են։ Ինչա դուք կասկածում եք, որ սրանց մասին տեղյակ չեն Հայաստանի իրավապահները, ճակերտավոր իրավապահները, իհարկե տեղյակ են։ Իհարկե տեղյակ են։ Եթե տեղյակ չեն, թող բանը լինի, խարակիրի անեն իրանց։ Եթե այսքան թուրք կա գորշ գայլերից, ու իրանք տեղյակ չեն, ես միշտ ասել եմ, այնքան այս դիվերսանտներից կա Հայաստանում, Երևանում նստած, այնքան, որ սենց մի հատ SMS-ով այս իշխանությանը կարան հանեն օթերով։ Սրան ոչ փրկելու են իր պարեկները, կարմիր կանաչ բերետավորները, հա, ոչ իր այն փուջ արխանիկները, որ Աստված, որ մի հատ եկեղեցում մի հատ երիտասարդի չեն կարողանում մնաց բերման ենթարկել, ասենք եթե պետքա բերման ենթարկել, որ ոչ մեկ նույնիսկ գլխի չընկնի, էլի որ այս բանը անում։ Ես այսօր Մոնրեալի Նոտր Դամ դե Մոնրեալ այդ բանում էի, դե ամեն քաղաք մանավանդ ֆրանսիական տարածքներում ունի իր Նոտր Դամը, իր եկեղեցի, մայր եկեղեցին, սենց ասեմ, հա։ Այսօր ստեղի եկեղեցում է, որ մի հրաշալի կոթողը հարցը դա չի եւ այնքան մարդ կար մեջը, շատ, ու այնքան լռություն էր, ինտիմ լռություն, այդքան բազմազանության մեջ։ Ես մեկ էլ պատկերացրեցի, Հայաստանում նույն բանը մենք եկեղեցիներում աղմկել չենք սիրում, չէ՞։ Նույն մշակույթը մեր մոտ է։ Այդ էլ պատարակի ժամանակ։ Ասում եմ, ու սենց ինքսից պատկերացնում եմ, էլի, եթե սա սենց իր բանով մտներ, ախրանեկներով մտներ, ու սկսել գորգրալով, մարդկանց բրբրթելով դուրս գալ։ Այդպես բան կարա անի բացարձակապես նեռը, որ հարգանք չունի ոչ եկեղեցու, ոչ արարողակարգի, ոչ հոգևորի նկատմամբ։ Սենց մի պահ պատկերացրեցի այդ նեռը մտնեցնել ու այս ձևով ինք ուզենալ մտնել ու դուրս գալ, էլի։ Իհարկե ստեղտես բան չէր կարող անել, հենց այդ այցելուները գլուխները կջարդեին իրա, ոչ թե իր ախրանիկները մարդ կծեծեն, հենց այդ այցելուները եկեղեցու իրաներ իր ախրանիկները գլուխները կջարդեին այդպես պահվածքի համար, էլի։ Ազատ ժողովուրդը այտենց մերմ չէր մոտենա դրան, էլի, ինչպես Հայաստանում։ Եղասկով։ Գնանք առաջ։ Սուսի Բադոյանն է մի սոսկալի դեպքի մասին պատմում, որ ասում է մեկ շաբաթ անց, որ Վեդիում 2 դպրոցական երեխա են բռնաբարել։ 2 դպրոցական երեխա։ Պատկերացնում եք։ Բռնաբարողներին պոտենցիալ քանի տարեկան ասեց, նայեք, 58 եւ 65-ամյա, պատկերացնում եք։ 58 եւ 65-ամյա, 2 հոգի դպրոցական են։ Վեդիում ձերբակալի ազատ են արձակվել։ Դանակահարությունները, վրեժխնդրությունները, լռություն, բան չկա։ Այն դեպքում, երբ որ ասում են բանն էլ այս այդ նախադատը ներքին գործերի Ալփին Սարգսյանն է Վեդի քաղաքից է։ Ժողովուրդ, սա գիտեք ինչ է նշանակում։ Ես էլ ասեմ, եթե մեկին թվում էր, թե առաջ այս պեդաֆիլները նոր ծալեցին, չէ, իրանք առաջ էլ են եղել։
Գիտեք, իրանք ինչի sense բան չէին կարող իրանց թույլ տալ։ Ոչ թե ասենք որ վախենում էին օրենքից, որ բան կլինի իրենց կդատեն դրա համար չէին անում։ Չէ։ Հայաստանում օրենքը խախտելու համար է եղել։ Օրենքից միշտ էլ կարելի է փողով ազատվել։ Հարցը դա չի։ Ուղղակի Հայաստանում երբեք օրենքը այդ պիդաֆիլների կողքը չի եղել։ Այսօրվա Հայաստանը Փաշինյան Նիկոլի Հայաստանը։ Եվ առաջվա Հայաստանը դրանով է իրայից տարբերվում։ Ոչ թե այն ժամանակ կոռուպցիա չկար, չէ, այն ժամանակ պեդաֆիլները չէին կարող դուրս գալ։ Ոչ թե օրենքով իրանք անպայման կդատապարտեն, չէ, օրենքով չեն արդարացվի։ Հիմա Էսա բերել է մի վիճակի, ընկեր Նիկոլ Սիրովներ, բերել է մի վիճակի, որ շատ պետք է հասկանաք, որ այս երկու անչափահաս երեխեքը կարող է լինել նաև ձեր երեխեքը։ Ու որ այս երեխեքին եթե բռնաբարողը ազատության մեջ է, պղծողը, սա նրանից չի, որ ես կամ դուք ինչ-որ բանով մեղք ունենք, սա նրանից է, որ այս համակարգն է նպաստում դրան։ Դե, եթե այս պարզ բանը դուք չեք հասկացել, երևի ինչ-որ ձևով սենց դեպքերը պետք է ձեր դուրը ծեծեն, որ դուք հասկանաք, որ այս ամենաթողությունը, այս այլանդակություն, այլասերվածությունը, որ այսօր կա Հայաստանում, տարբեր ձևերով, տարբեր մարդկանց դուր է ծեծում, մեկին այս ձևով, մեկին այլ ձևով, բայց եթե բոլորս ապրում մի միջավայրում, որտեղ ամեն ինչ կարելի է, նշանակում է մեզանից ոչ մեկ ոչի բանից ապահովագրված չի։ Այսօր նայեցի Գերամ Նազարյանին, որը լրագրողները մոտենում են, բառացի լրագրողներին անվանում է պոռնիկներ, ու սպառնում է դեկտեմբերի 2-ից հետո սրանց բոլորի հախից կար։ Գերամ Նազարյանը, գիտեք սա ով է։ Սա այն անառակն է ԿՊ-ական, որը հայտարարում է, որ իր զավակին Նիկոլ Փաշինյանն է սպանել, որին մի քանի կոպեկ շպրտելուց հետո դեմը Նիկոլ Փաշինյանը դարձավ ինչ անի այդ մարդը։ Ինչ անի։ Ինքը ինչ կար անել, ինքը ոչ իմանալ չի կար անել։ Ինչ եղել է, հիմա ինչ անի այդ մարդը։ Ես այս տեսանյութը ես իհարկե հիմա չեմ կարող ձեր տանը կիսվեմ, որ դուք տեսնեք այս լկտի պահվածքը։ Այստեղ տեսանյութի մեջ մեծ շատ կարևոր բան կա, որ ինքը իրան թվում է օգոստոսի 2-ից հետո, երբ որ ինքը արդեն падգամավոր չի, ինքը կարողանալու է ինչ-որ մի բան անել։ Ես ուզում եմ ասեմ Գերամ Նազարյան։ Օգոստոսի 2-ից հետո նշանակում է, որ դու այդ падգամավոր չես, որ դու անձեռնմխելիություն չունես։ Այդ չեմ ասում, եթե հանգած ԿՊ-ական իշխանություն չեղավ, դու քայլող թիրախ ես ունենալ։ Քայլող, եւ ոչ միայն դու, ձեր ամբողջ ողմակն է քայլող թիրախ։ Նոր Կարեն Արարյանի մոտ կարդացի հետաքրքիր մի գրառում, որտեղ գրած էր հայ լինել ամեն հայի բան չի։ Իրոք հայ լինել ամեն հայի բան չի, որովհետև հայ լինելը նշանակում է լինել առողջական ուժով եւ առողջական ճշմարտությամբ օժտված։ Լինել են ամեն ինչով օժտված, ինչ որ առողջական է, ճշմարիտով, ազնվությամբ, բարոյականությամբ։ Իրոք որ ամեն հայի բան չի։ Երբ որ տեսնում եմ ինչ է կատարվում, ինչ մարդիկ ինչ արագությամբ են դեմքները, կարծիքները փոխում, պահվածքը, վարքագիծը, հայ ազգան ունենալը դեռ հայ լինել չի նշանակում, ակնհայտորեն, որովհետև 2 օր առաջ նաև ես մի շատ լավ հյուր ունեի, ափսոս որ շատ քիչ մարդ է դիտել, շատ քիչ։ Ես երևի էլի կտարածեմ այդ նյութը, գուցե վաղը երեկոյան, որտեղ այսօր հարց ու պատասխան ունենք երեկոյան նաև, չմոռանամ, ժամը 18:00 Երևանի ժամանակով, որից հետո ես կգնամ արդեն հանդիպման, իսկ երեկոյան երևի կձայնագրեմ այդ հայի հետ ձայնագրած տեսանյութը, որը ոչ միայն իր եւ իր նմանների նախաձեռնած հզոր ծրագրի մասին է պատմում,
Չէ, ընդհանրապես մի շատ գեղեցիկ նաև մի հատ հայի պատմությունը։ Մեզանից այդ մեր պատմությունն է, որ հասկանում ես, եթե ինքը հայ է, ինքը ծյումենում էլ է հայ։ Եթե ինքը հայ է, ուրեմն նույնիսկ պարտադիր չի ինքը հայերեն խոսում է, գրում է, կարողանում է կարդալ թե ոչ, բայց ինքը հայ է, ու եթե ինքը հայ է, ուրեմն անպայման մի տեղից դա երևում է, նույնիսկ եթե ոչ հայերեն է խոսում, ոչ հայերեն է գրում, ոչ Հայաստանում է ապրում, ոչ էլ հայերեն կարողանում է կարդալ, բայց ինքը հայ է, ու եթե հայ է, այդ անպայման մի տեղից դուրս է գալիս։ Եվ տալիս է այդ արդյունքը։ Այս սա է հայը, իրոք այս սա է հայը, որը ամեն հայի բան չի։ Ես չեմ դարդանում, որ ամեն հայի բան չի, ես ուղղակի մտածում եմ, քանի հայ է մնացել։ Հայ այս ընտրություններին կերևա Հայաստանում քանի հայ է մնացել։ Իրոք քվեարկելով չի։ Վարկագծով է, պահվածքով է։ Այսօր մի այլ ընկերոջ հետ էինք խոսում, ասում եմ, ի՞նչ է լինելու, ասում եմ, ընտրաշավը, ասում գիտես, այդ բանը ընտրաշավը որն է, ասում ես ամենապես խնդիրներից մեկն է, որ մենք ընտրություններին վերաբերվում ենք որպես ընտրաշավ։ Երբ որ կուսակցությունները գալիս են ընտրաշավին ներկայանալու, գրողը տանի, կյանքն է ընտրաշավ։ Որովհետև մեր հայրենիքի խնդիրները վերջի 1 ամսա, 2 ամսա մեջ չենք սենց հասունացել, սա տարիներ արդեն 8 տարի է։ Այս ընտրությունների համար ընտրաշավը պետք է սկսած լինել 8 տարի առաջ, առնվազն 5 տարի առաջ, 21 թվականի ընտրությունների հաջորդ օրը պետք է սկսած լինել արդեն։ Իսկ մենք այս ամեն ինչին նայում ենք որպես բան, ընտրաշավ։ Հա, այս 1 ամսա մեջ ինչ կհասցնենք, կանենք, կհասցնենք, ախտես չի։ Այդպես չի նշանակում, դու մնացած 4 տարին հաշտ ես եղել այս ամեն ինչի հետ։ Ես այսքանով հիմա ուզում եմ ավարտեմ, երեկոյան մենք ունենանք հարց ու պատասխան, ձեր հարցերը գրեք YouTube-ում, տեքստի տակ կամ կարող եք ուղիղ եթերում գրել։ Եթե հնարավոր եղավ ձայնագրել հանդիպումը, որովհետև ես առանձնապես տեխնիկայով նախապատրաստված չեմ, կձայնագրեմ, on-line կտեսնենք, եթե ոչ, ամեն դեպքում ես ձեզ խոստանում եմ, որ այդ հայի մասին ձայնագրությունը, որը քչերն են, ես նորից կտարածեմ, որ տեսնեք, որ հայի նման սիրտը բաբախելու համար ոչ կարևոր է դու որտեղ ես ապրում, ոչ կարևոր է դու խոսում ես այդ լեզվով թե չէ, ոչ կարևոր է դու կարդալ գրել գիտես այդ լեզվով թե չէ։ Եթե դու հայ ես, ապա անպայման այդ մի տեղից կերևա, ու այդ բանը չի լինի թաքցնել քո մեջ, ու այդ հայն է, որ բռնում է սկսում է գործ անել։ Այդ գործ անելու process-ն է հայը։ Ասում արարիչ, այդ արարելն է, արարելուն ունակ մարդն է հայը։ Էլ չեմ ասում հանուն հայրենիքի արարելը։ Այս պայամանը այսքանը, մինչև վաղը, ավելի ճիշտ մինչև հարց ու պատասխան։ Լավ մնացեք։